Բարի առավոտ սիրելիներս, ողջունում եմ ձեզ ու սկսում եմ նոր վլոգ։ Մեզ մոտ առավոտ է, առավոտ շուտ է կարելի ասել ու դուրս ենք եկել տանից։ Գնում ենք դեպի Լոռի։ Անկեղծ ասած, ես այդ կողմերը չեմ եղել երբեք ու այսօր գնում ենք դեպի այդ ուղղությամբ։ Հուսով եմ լավ եք, ես նույնպես շատ լավ եմ ու ինչպես ասում եմ, բացված է մեր վլոգը։ Ձեզ բարի դիտում սիրելիներս։ Գիշերն է իջնում Երևանի վրա ու լույսերն են վառվում հին ու հարազատ Ես քայլում եմ քո փողոցներով հիմա Իմ սիրտը քեզնով է ազատ ու հպարտ Մեր սարերի հովն է հոգիս շոյում Ամեն մի քարի մեջ պատմություն կամի Քո կարոտն է ինձ միշտ տուն կանչում Ուր է լինեմ պատկերը չի խամրի Դու իմ օրրանն ես, իմ սուրբ աղոթքը Իմ հպարտությունն ու իմ ճակատագիրը Սիրում եմ քեզ, իմ անքին Հայաստան Քո սուրբ հողը, քո սարերը բարձր Դու իմ հույսն ես, իմ մայր օթևան Քո անունն է հոգուս մեջ ամենից քաղցր Ուր էլ գնամ մեկ է կվերադառնամ Որ գրկեմ քո տուֆե պատերը նորից Սիրում եմ քեզ Հայաստան իմ միակ Դու իմ լույսն ես ծնված սուրբ երկնքից Ժողովուրդ հասել ենք ապարան, այստեղ Գնթունիքի մոտ ենք կանգնել, ճիշտն ասած ես առաջին անգամ եմ մտնում, մերոնք շատ են եկել, բայց ես առաջին անգամ եմ, երևի իմ նման շատ-շատերը դե կլնեք, որ չեք եղել, հիմա միասին մտնենք Գնթունիք, տեսնեք այդքան, որ խոսում են Գնթունիքի մասին։ Դուրս եկանք ապարանից, վերջապես Գնթունիքը տեսա ու շարունակում ենք մեր ճանապարհը։ Քարերն անգամ մեր լեզվով են խոսում
Սարերն աստծու օրնությունն են կրում Խաչքարերը դարերի հավատն են պահում Ու ես հողին Հայաստան են կոչում Քանի լեզու լսեցի, բայց մեկը մնաց իմը Քանի քաղաք տեսա, բայց Երևանս մնաց իմը Քանի մարդ հանդիպեցի այս մեծ աշխարհում Բայց սիրտս միշտ հային էր որոնում Հայաստան Դու իմ ուժն ու շունչն ես Հայաստան Աչքերիս մեջ քո գույնն է Հայաստան Քեզ սիրել իմ ճակատագիրն է Հայաստան Քո անունն ասել իմ պատիվն է Մի քրիստոնյա ազգաղոթքով ապրում Դարերի միջով իր լույսն ատանում Արեգակն ամեն օրես սարերն ագրկում Ժողովուրդ ջան, հիանալով ճանապարհների գեղեցկությամբ եկանք հասանք մինչև Սանահին վանական համալիր Շատ սիրուն է ամեն ինչ, իրոք այս մարզը, Լոռու մարզը մի արտակարգ գեղեցկություն կարծես թանգարան լինի բաց երկնքի տակ ու շատ ափսոսում եմ, որ շուտ չի եկել այստեղ, ուղղակի չէր ստացվել Հիմա գնանք եկեղեցին սիրելիներս Քայլում ես քո ճանապարհով Օրերն անցնում են լուր հանգիստ Ու կա մի որը քեզ տվել է անուն ու լոր Սանահին վանական համալիրը եղել է հոգևոր, մշակութային և գիտակրթական նշանավոր կենտրոն, որը իհարկե հիմա գտնվում է Ալավերդի քաղաքում 10-րդ դարի շինություն է։ Այս կողմով էլ են մարդիկ մտնում, բայց մի հատ շրջենքեն կողմերը չկան, նոր տեսնենք, եթե այն կողմից մուտք չկա դեպի ներս, այս կողմով կմտնենք, բայց հնարավոր չի, որովհետև գործող եկեղեցի է սա բանք է։ Մի մորացիր քո տան ճրակը որ դարերով է լույս տվել մի մորացիր երբ լավ է կյանքը ու կա մի հով ոտքերի տակ Ստեղ Լելին երեզմաններ են հաստատ ոնց որ երևում համի փոքր է հիմա բայց դժվարանի մի կարդալ այս կողմից մոտ կգամ Իսկ ինչու է կոչվում Սանահին, ըստ ժողովրդական ստուգաբանության Սանահին նշանակում է սան նրանից հաղպատի հին, նաև սան հին, կացը։ Հաղպատի վանքի հետ միասին այն հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ։
Պատկերացնում եք 10-րդ դարի շինություն ժողովուրդ, 10-րդ դարի 11 դար արդեն։ Պատկերացնում եք 10-րդ դարի շինությունը, 10-րդ դար միշտ անդան։ Այս աստե կարանք մոն բարենք։ Գիտեք, տեսակ ոնց որ չուզենաս քայլես, ես գիտեմ թե ես աղջա գերեսպաններ են այս սրանք այստեղ մոմ են կարել որ վարենք ես միշտ ժողովրդի 3 հատ մոմ եմ վարում չգիտեմ ինչի այդպես բայց ես 3 հատ մոմ եմ վարում Ժողովուրդ, այս տեսակ տեղերում այս սուրբ հայրում կամ շուշոկով չես ուզում խոսել կարծես ուզում ես լռես ու միայն աղոթես աղոթում եմ բոլորիս համար ժողովուրդ ջան մեր հայրենիքի համար որ լինի խաղաղություն մեր հայրենիքում որ բացախնի ու բարգավաճի հայրենիքը մեր բոլորիս հայրենիքը Քայլում ես քո ճանապարհով Օրերն անցնում են լուր հանգիստ Ու կա մի հոր ոտքերի տակ Որը քեզ տվել է անուն ու լույս Մի մոռացիր սարերի շունչը Մի մոռացիր աղբյուրի ձայնը Աշխարհում ուր որ գնաս Քո արմատները չմոռանաս Մի մոռացիր թե որտեղից ես Որ լեզվով եմ այրդ երգել Մի մոռացիր քո տան ճրագը Որ դարերով է լույս տվել Մի մոռացիր երբ լավ է կյանքը Մի մոռացիր երբ դժվար է շատ Հայրենիքը միայն քարտեզ չէ Այն ապրում է սրտերում դարեթար Սենսու աստվածածին եկեղեցին է
Պատկերացնում եք ժողովուրդ սրանք հարյուրամյակների պատմություն ունեցող գուժեր են, պես քարերը, Այս մասը ավելի շատ կարծես թանգարան էր, իրենից ներկայացնում։ Այս մեր պատմությունն ու մեր մշակույթը, որը գալիս է դարերի խորքից։ Սա Գրիգորի մատուռը։ Սա է մի փոքրիկ մատուռը։ Այսքան փոքրիկ մատուռը ժողովուրդը։ Ու սա ամբողջ Սանահինի վանական համալիրն է, որը գտնվում է շատ մի հոյակապ տեղ, գեղեցիկ բնություն։ Այստեղ բնական է, վաճառում են հուշանվերներ։ Ձերքի աշխատանքները Ձերքի աշխատանք է, չէ, որները շատ սիրուն է։ Դուք եք պատրաստում։ Դուք եք պատրաստում։ հայրս է պատրաստում։ Շատ սիրուն։ Սիրելիներս դուրս եկանք Սանահինից ու քանի որ հաղպատնել իրար մոտ են գտնվում, հիմա գնում ենք հաղպատի վանք։ Քարերն անգամ մեր լեզվով են խոսում, սարերն Աստծու օրնությունն են կրում, խաչքարերը դարերի հավատն են պահում,
այս հողին Հայաստան են կոչում Քանի լեզու լսեցի, բայց մեկը մնաց իմը Քանի քաղաք տեսա, բայց Երևանս մնաց իմը Քանի մարդ հանդիպեցի այս մեծ աշխարհում Բայց սիրտս միշտ հային էր որոնում Ժողովուրդ եկանք հասանք Աղբատի վանք, վանական համալիր ավելի ճիշտ Նոր գնում ենք եկեղեցին Այլ էստեղ են ուշանվերներ իհարկե վաճառում, ֆոտոբույսեր Այսպես բոլոր եկեղեցիների մոտ Այստեղ էլ հարսանիք Եկեղեցում հարսանիքի արարողություն ալինել ուրեմն Լավնակ լիպաներ Այդ միած է Ժողովուրդ Աղբատի վանքն էլ գտնվում այս հենց գյուղատեսիլ վայրում Տեսեք ինչքան սիրունա Հիասքանչա բնությունը եղևնի ու բավականի շատ ժողովուրդ կա Օրը կիրակի է Շատ ժողովուրդ կա, այստեղ իրոք հարսանիք էր Այստենք են հենց առետակ հավաքված ժողովուրդը Հարսանիքի ժողովուրդն են Թող նորապսակները երջանիկ լինեն Այստեղ եկեղեցի վանքը մոտորա երևի Այստեղ թռչուններից ըլվլոցական է ժողովուրդ Այստեղ այսպիսի մի մատուր էր, հիմա գնանք մյուսը, հավանաբար գործող վանքը կողքն է Մեծ գավիթն է Քայլում ես քո ճանապարհով Օրերն անցնում են լուր հանգիստ Ու կա մի հոր ոտքերի տակ Որը քեզ տվել է անուն ու լույս Մի մոռացիր սարերի շունչը Մի մոռացիր աղբյուրի ձայնը Աշխարհում ուր էլ որ գնաս Քո արմատները չմոռանաս Մի մոռացիր թե որտեղից ես Ինչպես մեր բոլոր հին եկեղեցիներում, ժողովուրդ, վանքերում, այստեղ կա գերեզմաններ, գերեզմանակարեր, ավելի ճիշտ բազմաթիվ։ Հիմա գնանք մյուս, սա եկի գլխավոր եկեղեցիներ, հիմա այս մյուսն ենք մտնում, անկեղծ չգիտեմ անունները, որ եկեղեցիներն են, Գիրեի վրան գրված կլինի, օրինակ հարցինում գրված է,
Այստեղ կարծես գրված չի։ Այստեղ մարդ ասը։ Այդպես մահանա երզալի։ Լավ։ Սա գրված է հայերեն, հրացերեն։ Այստեղ իսկապես սա շատ լավ երևում էր գերեզմանակ լավ սա փոքրիկ համագորաժողովուրդ այստեղ աղվակի մեջ խանգավ են օրեշան աղմուկը շոկաժողովուրդ Աստեղան Այս մուշտիկերուզման կարեր են Երևի կանդված եկեղեցուց ամենացել կամ դորնա հնում եղել չգիտեմ Որտե ստեղ տեսեք Ինչքան գեղեցիկ կապնությունը, վանքը Սա երևի գործող չի, որովհետև խոտերը աճել Իչե բարձրանանք ու այս ամբողջ գեղեցկությունը ամբողջովին տեսնենք Այս գեղեցկությունը նայեք Աստվածի ինչքան սիրուն ա մեր հայրենիքը Այսպես էլ կար բարձրանան տեղ կողքից մենք մեզ տանջեցինք Ստեղ աշճաններ էր դորական գալու ենք բարձրանան Այստեղ եղել են իրանց պահեստա, տեսեք կճուճները, երևի ծորեն են պահել կամ ինչ-որ բան պահեստ ա եղել իրենց։ Քարերն անգամ մեր լեզվով են խոսում Սարերն աստծու օրնությունն են կրում Խաչքարերը դարերի հավատն են պահում Ու ես հողին Հայաստան են կոչում Քանի լեզու լսեցի Բայց մեկը մնաց իմը Քանի քաղաք տեսա, բայց Երևանս մնաց իմը Քանի մարդ հանդիպեցի այս մեծ աշխարհում Բայց սիրտս միշտ հային էր որոնում Հայաստան, դու
ժողովուրդ ջան, եկեղեցուց արդեն շուտվանից դուրս ենք եկել ու եկել ենք Դենդրոպարկ, Սոճուտ, Ստեփանավանի Սոճուտ Դենդրոպարկը։ Մի փոքր էլ էստեղ զբոսնենք, այս մաքուր օդը շնչենք ու գնանք Երևան։ Տուն այսինքն։ Այստեղ նշված է ինչ չի կարելի, ամեն քայլափոխին աղբամաններ են դրված, որպեսզի աղբը թափեն աղբամաններում, մաքուր պահեն, այսենց լավ տեղ է։ Անկեղծ ես էլի, դե այս կողմերը չեմ եկել, բնականաբար Դենդրոպարկն էլ առաջին անգամ եմ գալիս։ Անցած տարի որ եկանք չստացվեց գայինք, այս կողմը ընդհանրապես չեկանք։ Լսեք թռչունների ձայնը, լռության մեջ ժողովուրդ։ Մեկու մեջ մարդկանց ձայնը խանգարում է իհարկե, բայց շարժվեցինք առաջ ու նստարանները կա, որպեսզի հոգնելու դեպքում նստես։ Այս էլ Դենդրոպարկի քարտեզն է։ Այստեղ թե ինչ ծառատեսակներ կան։ Այս կողմն դեկորատիվ տնկարկներ, ծաղկանոց, բնական անտառ եւ առու։ Մենք առայժմ այս մասում ենք, այս 11 մասում ենք, որը ճյուղերի է բաժանվում։ Իհարկե այցելածները արդեն կիմանան, իսկ ինձ նման ոչ այցելածների համար հետաքրքիր կլինի միգուցե ովքեր չեն այցելել։ Շարժվեցինք առաջ ժողովուրդ ջան։ Տարբեր տեսակներ կան։ Պարկը աշխատում է 10-ից մինչև 7 այդ ժամերին։ Մենք առայժմ դեռ այսպես ուղիղ գնում ենք։ Տեսեք այս Սոչին իշքոն բարձր է։ Տեսեք։ Վիթխարի Սոչի է։ Այստեղ հիմնականում այս Սոչի ծառերն են։ Տեսեք։ Չնայած տարբեր ծառատեսակներ կան, տեսեք այստեղ այսպիսի ամեն քայլափոխի նստարանները, որ մարդիկ նստեն հանգստանան։ Հաճելի վայր է շատ։ Այստեղ ծաղիկներ է։ Սա է երևի ծաղկանոցը, որ գրված էր, որ այդպիսի տեղեր էլ կլինեն։ Այստեղ շուտ սիրուն այս հատվածը։ Այստեղ էլ կա։ Այստեղ ոնց որ ցուցանակ կա, տեսնենք։ Ինչ է գրված, հա, ուղղակի չտրորել։ Ուրեմն մարդիկ կան մարդիկ, որ տրորել են։ Շատ սիրուն այս հատվածը ժողովուրդ։ Այնտեղ ծաղիկներ կան են հեռվում։ Շատ մարդ չկա։ Այս հատվածում թարապես մարդ չկա։
Եթե չեմ սխալվում, խնդրում եմ ինձ հուշեք, Ազարիա, այս ծաղիկը կոչվում է, թե Ազալիա։ Այդպիսի ոնց որ ծաղիկ է։ Սա։ Եթե իհարկե չեմ սխալվում։ Այ որ Գագոն հետս լիներ, կասեր, որ ինչ ծաղիկ է, ինքը լավ է ծաղիկներից։ Ես չեմ։ Հա, այսպես գնում ես անտառ արդեն։ Բայց անտառ չենք գնա հիմա։ Այստեղ վարդեր են աճացրած։ Շատ սիրուն է։ Ինձ վարդերի հոտը գալիս է, գիտեք։ Ուսամ հոտ, հոպսս որ չես կարողանում հոտ քաշես, բայց մի փոքր գալիս է։ Տոմսի արժեքը 500 դրամ էր, կարող ինչ որ մեկիդ հետաքրքրի, արժեր 500 դրամ։ Աստեղ էլ էսպիսի ծառեր։ Մենակ ես հանգստությունը այստեղի ամեն ինչ արժե ժողովուրդ։ Այստեղ խաղողի վազեր է, բայց մեր խաղողին նման չի իհարկե։ Երևի վայրի է, չգիտեմ, գրած, հա, այսը գրված է։ Խաղողազգիներին է պատկանում, խաղող մերձափնյա, հյուսիսային Ամերիկա հայրենիքը։ Այսպեսի, տեսեք միջև ուրա բարձրացե։ Միջև բերը բարձրացել է։ Այսպես։ Դա կրկիր էր։ Տերևներն է չէ, մեր խաղողի տերևներին նման չի, բավականին տարբեր է։ Այստեղ տեսեք ծառից, այս կոճղից տեսեք իսիրուն դեկորատիվ բան են զարկել։ Չէ, դա կրկիր է։ Սիրուն ամեն դեպս ստացվա տեսեք, շատ սիրուն է։ Այսը ձեռից նկարեմ։ Այն կողմն էլ ավարդեր ամբողջը։ Ոյ հել է սարեն նայեք ժողովուրդ, ինձ սիրուն է։ Ինձ թվում է կարող է և շուռ է եկե, բայց այս ձևով էլ ինքը իրա գեղեցկություն էլ տեսեք։ Շատ սիրուն է, ուրենի է։ Մի հատ յուրահատուկ տեսք է տալիս պարկին Հայկուն։ Հետևն էլ ոնց որ այդպիսի ծառ կա։ Սիրուն է, այստեղ առույց են գալիս, ձայնը գալիս է։ Այսպիսի արվակ է։ Ձայնը գալիս էր, իսկ թվաց թե մի փոքր մեծ արվակ է։ Այստեղ էլ էլի վարդեր են, այսպես սիրուն։ Այս ինչո ինչ հետաքրքիր է, շատ սիրուն է։ Տեսնենք, այստեղ ինչ է գրած։ Անունը Թույա, արևմտյան գնդաձև, հյուսիսային Ամերիկա էլի։ Երևի հավանաբար շուռ է եկել էլի, կամ այսպես է աճում։ Չգիտեմ, նոճաս գիներ։
Այստեղ էլ հիշեցնում եմ, որ զբոսայգին բաց է 10-ից 7-ը։ Այնտեղ ինչ է վերել, բայց մի հատ այս կողմով կարելի է գնալ։ Այս ծառն էլ է, տեսեք, շատ սիրուն ձև է ստացել, այդպես թողել են, դիզայն է ստացել, գեղեցիկ։ Ու յուրահատուկ գեղեցկություն է տվել պարկին։ Այս ձայնները արվակի տեսեք։ Այստեղ կարելի է նստել ժամերով ու վայելել այս ձայները։ Արվակի ձայնը, թռչունների ձայնը։ Սրանք երևի, տեսեք, այս 3 եղևնի նոր տնկածը։ Կմեծանան ու մեծ ծառ կդառնան։ Ու էլ ավելի կգեղեցկացնեն պարկը։ Այստեղ էլ ավարտերը շատ են։ Այս ծառի անունն է սա չինական ծառա ժողովուրդ, կատալպա ձվածև, հայրենիքը Չինաստան։ Ծառեր կա, որ առաջին անգամ ենք լսում կամ տեսել ենք, ուղղակի անունը չգիտեինք։ Սա է ծառն է։ Տեսեք ինչ գեղեցկություն է, դեմ դիմաց։ Այ մարդիկ այստեղ են հավաքվել այս գեղեցկության մոտ։ Այստեղ է երիցուկներ են։ Տեղի սիրուն են չէ արե, շատ սիրուն էլ տես հոտ է գալիս։ Մամես երևից նայի։ Ուսի շատ է։ Ասում է էտի շատ է մամաս։ Հոտ չի գալիս, բայց շատ սիրուն է, գույնն էլ է սիրուն։ Երիցուկները, հա դա հոտ ես քաշում։ Չէ որ հոտ չի գալիս մեկից էլ։ Չէ, արի սենց։ Գնանք սենց դուրս կանք արդեն Ռոմը 7-ն է լինում։ Մի փոքր ուշ ենք եկե, սիրուն է, չէ։ Շատ հաճելի վայր է։ Կարող եք հաճախելով չի եկել, կարող եք գալ։ Ծաղիկ չպոկել գրված է, ուրեմն փորձել են։ Ծառը չէ, ժողովրդի սիրուն է ծառը։ Շատ սիրուն է։ Չէ յուրահատուկ լինի։ Սիրուն, աստիճանաբար, աճած է։ Դենտրոպարկել հասցրեցինք լավ էր։ Արդեն գնանք, որովհետև երկար ճանապարհ ունենք։ Երկեֆիլ ճապոնական, այս ծառը։ Կյանքում չէի մտածել, որ ստերկեֆիլի ծառը, ժողովուրդ։ Գնացինք, մամս այս ճանապարհ կա։ Այստեղ կարելի է գալ մի քիչ շուտ, որ մի քանի ժամ իրոք այս հաճելի վայրում ունեմ 2 ժամ անցկացնենք։ Մենք հա ճիշտ է ասում եմ, ասասման նյարդերն անգստացնող տեղ է։ Իրոք, բնության գրկում, թռչունների զլվլոցը, ձայնը, թերապիա է ասեմ։
Ռոթրես ծառել արմատները։ Տեսնում եք, այս ծառի արմատները։ Սիրունավ չէ, բայց ինչ հսկայական ծառա, Ռոխֆորդ, միջև, չգիտեմ ուրա ձգվում, որ արմատները այսքան տարածվել է, ամեն կողմից այդքան պատկերացրեք տարածվել է, նացինք, այստեղ լավ խոնավ է, զգացվում է խոնավությունը, ժողովուրդ, ծառերը հիմնականում շուտված ծառեր են, չէ՞։ Շիշկա։ Շիշկա։ Նույնպես ինչքան սա բոլորի, այս բոլոր ծառերի արմատները ոնց են երևում տարածվել են։ Այս ծառներ թեքվել է։ Թեքվել է այն, տեսեք, ծառերին հենվել է։ Համոց երևի, տեսեք, ճեղքապացվել, երևի շատ շուտված ծառը արդեն, ժողովուրդ իրոք շատ հաճելի վայր էր, շատ հանգստացնող, եթե կլինեք այս վայրերում, այս կողմերում, անպայման դենդրոպարկը այցելեք։ Այլուց սա չէի տեսել, տեսեք, սա էլ երևի այսպես աճացնում են, որ հետո տանեն տնկեն։ Իսկ մենք արդեն գնում ենք, քանի որ, ինչպես ասեցի, արդեն ուշ է, պետք է գնանք, հասնենք Երևան, ահագին ճանապարհ ունենք։ Այստեղ է ճանապարհին մեզ կովերի նախիրը հանդիպեց։ Նախիրը չէ ասեմ կովերին։ Գնում են արոտավայրից տուն։ Սիրուն կով է, այս մեկը։
Գիշերն է իջնում Երևանի վրա ու լույսերն են վառվում հին ու հարազատ Ես քայլում եմ քո փողոցներով հիմա Իմ սիրտը քեզնով է ազատ ու հպարտ Մեր սարերի հովն է հոգիս շոյում Ամեն մի քարի մեջ պատմություն կամի Քո կարոտն է ինձ միշտ տուն կանչում Ուր է լինեմ պատկերը չի խամրի Դու իմ օրրանն ես իմ սուրբ աղոթքը Իմ հպարտությունն ու իմ ճակատագիրը Սիրում եմ քեզ իմ անկին Հայաստան Քո սուրբ հողը, քո սարերը բարձր Դու իմ հույսն ես, իմ մայր օթևան Քո անունն է հոգուս մեջ ամենից քաղցր